Ծաղր թե քաղաքական ակնարկ Շուշիում Ալիևի հարցուպատասխանի ժամանակ Ռուսաստանին վերաբերող հատվածը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Շուշիի մեդիա ֆորումին, որին մասնակցում էին 54 երկրի ժամանած մոտ 270 ներկայացուցիչ եւ 50 լրատվամիջոց, Ադրբեջանի նախագահի եւ ռուս լրագրողի Դմիտրի Գորդոնի երկխոսությունը դարձել է ամենաքննարկվող դրվագներից մեկը։ Խոստանում եմ, այս տարվա հարցս այնքան թունավոր չի լինի, որքան անցյալ տարի։ Հիշեցումը վերաբերում էր նախորդ տարվա նույն ֆորումին, երբ Գորդոնի հարցին ի պատասխան Ալիևը Ուկրաինային կոչ էր արել երբեք չհամաձայնել օկուպացիային։ Այդ հայտարարությունը հնչել էր Բաքու-Մոսկվա հարաբերությունների լարվածության ֆոնին, Azerbaijan Airlines ինքնաթիռի կործանումից հետո։ Այս անգամ Ալիևը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են, սակայն կրկին նույն կոչն ուղղեց Ուկրաինային՝ երբեք չհամաձայնել օկուպացիային։ Ռուսաստանի թեմային անդրադառնալով Ալիևը նաև հայտարարեց, որ 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի դերը հարավային Կովկասում փոխվել է։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դարձել է այն կատալիզատորը, որի հետևանքով Ռուսաստանի դերը հարավային Կովկասում էականորեն փոխվել է, եւ այժմ հենց Կրեմլը պետք է հստակ ձևակերպի, թե ինչ դեր է տեսնում իր համար տարածաշրջանում։ Մոսկվայի զուս պարզագանքը չուշացավ։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, չեն կիսում Բաքվի գնահատականները Ուկրաինայի վերաբերյալ, սակայն դրանք չեն համարում երկկողմ հարաբերություններին սպառնացող գործոն։ Մոսկվան Ադրբեջանի պարագայում ունի քաղաքական վարքագծի հետ կապված այլ նպատակներ ու խնդիրներ, այլ մարտահրավերներ եւ նաեւ ծրագրեր Երևանի դեպքում այլ։ Եվ այս պարագայում այն իրավիճակը, որ կա Երևան-Մոսկվա փոխհարաբերությունում, իր ճգնաժամային բնույթով եւ լարվածությամբ զգալիորեն, այսպես ասեմ, համախառն բալանսի իմաստով բավարարում է Մոսկվային եւ թույլ է տալիս լուծել իր համար էական խնդիրներ։ Ֆրանսիան եւս Ալիևի քննադատության թիրախում էր, նրա խոսքով Փարիզը զինում է Հայաստանին եւ խրախուսում ռևանշիստական տրամադրությունները, վնասելով տարածաշրջանային կայունությանը։ Հայաստանի ռազմականացումը մեզ համար լուրջ մտահոգության պատճառ է։ Ալիևը Շուշիից հայտարարում է խաղաղության հնարավորության մասին, բայց նույն ընթացքում շարունակում է մեծացնել պաշտպանական ծախսերը։ Խոսելով խաղաղության մասին, Ալիևը կրկին շեշտել է, որ համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի Բաքվի առաջ քաշած պայմանները, այդ թվում փոխի սահմանադրությունը։ Մենք չենք կարող անտեսել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Հայաստանի սահմանադրությունը։ Դրա փոփոխությունը խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմաններից մեկն է։ Եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, ապա պետք է կատարի անհրաժեշտ քայլերը։ Իսկ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է եւ այդ էջը փակվել է։ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից եւ Ղազախստանից։ Նրա խոսքով Ադրբեջանն ինքն էլ սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստանին, ինչի հետևանքով իր ձևակերպմամբ Հայաստանը ձեռք է բերել մատակարարումների հուսալի աղբյուր։ Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում։ Ներկա պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նկատում է, որ Ալիևի հայտարարություններն օկուպացված Շուշիից հնչում են այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրանում է խուստուկ։ Տնտեսագետը բացառում է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձիկը։ Արևելյան սուլթանը ամենացինիկ ծիծաղներով, ամենացինիկ վերաբերմունքով խոսում է Հայաստանի հետ կապված հարցերի մասին։ Այս ամբողջը վկայում է մեկ բան, որ այս Հայաստանի ներկա իշխանությունները որոշակի ստվերային պայմանավորվածություններ են, որոշակի ունեն ստվերային խոսակցություններ, ունեն որոշակի հանգույցներ եւ հետեւողականորեն այդ ամեն ինչը իրականացնում են։ Խոսելով հաղորդակցությունների բացման մասին, Ալիևը վերահաստատել է, որ Ադրբեջանը պատրաստ է ճանապարհները բացել Հայաստանի համար, սակայն ակնկալում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի անխափան կապը Հայաստանի տարածքով։ Թեև Բաքուն պնդում է, որ խոսքը միջանցքի մասին չէ, այլ հաղորդակցությունների ապաշրջափակման, Երևանում թեման շարունակվում է ընկալել ինքնիշխանության եւ վերահսկողության տեսանկյունից։ Միաժամանակ Զանգեզուրի միջանցք ձևակերպումը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքական բառապաշարի մաս։